Հայկական խոհանոցը վկայում է երկրի հարուստ պատմության, կենսունակ մշակույթի և խորը արմատավորված ավանդույթների մասին։ Փախլավայի մասին հետաքրքիր փաստեր։ Փախլավան ընդամենը համեղ աղանդեր չէ, այն հարուստ պատմություն և խորհրդանշական նշանակություն ունեցող հրուշակեղեն է։ Փախլավան պատրաստվում է շերտավոր հացից, ընկույզից և մեղրից։ Շատ ավանդույթներում փախլավան հաճախ պատրաստվում է 33 շերտից՝ ի պատիվ Հիսուսի երկրային կյանքի 33 տարիների։ Հայկական խոհանոցում փախլավան ունի պատրաստման խորը ավանդույթներ և մատուցվում է գրեթե բոլոր մեծ տոներին՝ խորհրդանշելով առատաձեռնություն, հյուրընկալություն և կյանքի քաղցրություն։ Առանձնահատուկ տեսակ է Քյավառի փախլավան, որտեղ խմորի շերտերը համեմվում են ընկույզով և դարչինով։ Աշխարհում գոյություն ունի ավելի քան 1000 տարբերակ փախլավայի պատրաստման, որոնք տարբերվում են իրենց միջուկով՝ պիստակ, ընկույզ, նուշ և օշարակի տեսքով։ Փախլավան հայկական հրուշակեղենի արվեստի մարգարիտն է։ Մի փոքր պատմական տեղեկություն սիրված փախլավայի մասին։ Այս նուրբ քաղցր խմորեղենը ընկույզի միջոկով, որը հայկական ավանդույթում հայտնի է որպես տեր-թանուշ, իսկ միջազգայինում որպես ցախլավա կամ փախլավա, իր ճանապարհորդությունը սկսել է տարիներ առաջ։ Աճարյանը լինելով ականավոր լեզվաբան, ստուգաբանական հետազոտություն է անցկացրել, որը նրան հասցրել է 10-րդ դարի հին հայկական ձեռագրի, որտեղ հիշատակվում է ցախ տերմինը։ Հայ ավանդական խոհարարական պատմության մեջ փախլավայի հին անվանումը ծախ է։ Ծախ արմատի ստուգաբանության համաձայն այն գրաբարյան, ցագե, քաղցր, ցագար, քաղցրավենիք պատրաստող և ցագրարան, քաղցրավենիք վաճառողի խանութ բառերի աղբյուրն է, որոնք հաճախ հոմանիշ են մեղրով հացին։ Նա նաև հայտնաբերել է այլ հղումներ, ինչպիսիք են ցալ-ցոլ, ծալք-առ-ծալք կամ տերտ-տերտ, այսինքն թերթ-առ-թերթ, որոնք վերաբերում են ընկույզով, մեղրով և հալված կարագով շերտավորված խմորին Հայաստանի պատմական շրջաններում և բարբառներում։ Այս ուսումնասիրությունը մատնանշել է այս խմորեղենի ծագումը որպես մեղրով համեմված քաղցրավենիք։ Մեղրով համեմված փախլավան հայտնի նրբահամ էր Սեբաստիայում, Մուշում, Վանում, Տիգրանակերտում, Կեսարիայում, Կարսում, Բայազետում և Էրզրումում և հատկապես տարածված էր տոների և տոնակատարությունների ժամանակ։ Աքսորված, անօթևան և աշխարհով մեկ ցրված հայերը շարունակում են իրենց սիրելի տեր-թանուշը պատրաստելու, բաժանելու և կիսելու ավանդույթը։ Մեղրով թրջված համեստ խմորեղենից տեր-թանուշը վերածվել է սիրված քաղցրավենիքի, որը հայտնի է ամբողջ աշխարհում որպես փախլավա։ Փախլավան ամենահին հայկական ազգային ուտեստներից է։ Փախլավայի պատմությունը զարգացել է երկրի պատմությանը զուգընթաց։ Մի քանի երկրներ մրցում են այս աղանդերի ծննդավայր կոչվելու իրավունքի համար, սակայն այս արևելյան քաղցրավենիքը չի բաժանում, այլ միավորում է ազգերին։ Ի վերջո, նույնիսկ հազարամյակներ անց դժվար է գտնել մեկին, ով անտարբեր կլինի այս համեղ, հինավուրց նրբախորտիկի նկատմամբ։ Ցավոք, հայկական փախլավայի մասին քիչ գրավոր ապացույցներ են պահպանվել, բայց ես փորձել եմ գտնել մի քանի հետաքրքիր փաստ փախլավայի մասին։ Հայկական մշակույթում կա մի լեգենդ մի խոհարարի մասին, որը խմորը այնքան բարակ էր գլորում, որ դրա միջով կարելի էր գիրք կարդալ, ինչից էլ առաջացել է փախլավա անվանումը՝ փահ զարմանքի բացականչություն և լավա բարակ խմոր բառերից։ Չնայած սա ավելի շատ ժողովրդական բանահյուսություն է, փախլավան հիշատակվում է 17-րդ դարի հայ բանաստեղծ Անդրեաս Արծկեցու մի բանաստեղծության մեջ, հաստատելով դրա առկայությունը հայկական խոհանոցում մինչև օսմանյան շրջանը։ Սա ևս վկայում է այն մասին, որ հայերն են ստեղծել փախլավան և հայերն են սկսել ամենաառաջինը պատրաստել փախլավա, քան մյուս ազգերը։ Հայերը փախլավա էին պատրաստում զատկի համար և բոլոր տոնակատարություններին։ Փախլավան պատրաստվել է դեռևս միջնադարից շատ առաջ։ Փախլավան հայկական ամենահին և հայտնի քաղցրավենիքներից մեկն է, որը մանրակրկիտ պահպանվել է հայկական խոհանոցում։ Փախլավան խորհրդանշում է հյուրընկալություն և բարգավաճում։